Վիտամիններն օրգանական նյութեր են, որոնց չնչին քանակներն անհրաժեշտ են մարդու, կենդանիների բնական նյութափոխանակությանը և կենսագործունեության համար։ Վիտամինները մասնակցում են նյութափոխանակության կարգավորմանը, ֆերմենտների առաջացմանը, խթանում են օրգանիզմում ընթացող քիմիական ռեակցիաները, ազդում են նաև սննդանյութերի յուրացման վրա, նպաստում բջիջների բնականոն աճին և ամբողջ օրգանիզմի զարգացմանը։ Լինելով ֆերմենտների բաղկացուցիչ մաս, վիտամիններն ապահովում են դրանց բնականոն գործունեությունը և ակտիվությունը։ Վիտամինները հայտնաբերել է ռուս գիտնական Լունինը։ Նա պարզել է, որ օրգանիզմի բնականոն գործունեության համար, բացի սննդի հիմնական բաղկացուցիչ մասերից, սպիտակուցներից, ճարպերից, ածխաջրերից, անհրաժեշտ են նաև այլ միացություններ, որոնց բացակայությունը հանգեցնում է տարբեր ախտաբանական վիճակների։ Վիտամիններ տերմինն առաջարկել է Լե գիտնական Ֆունկը լատիներեն vita բառից, որը թարգմանաբար նշանակում է կյանք։ Սկզբում վիտամինները պայմանականորեն նշանակվում էին լատիներենի այբուբենի տառերով A, B, C, D, E, K, P և այլն։ Այնուհետև տրվեցին միջազգային անուններ, որոնք արտացոլվում են այդ նյութի քիմիական կառուցվածքը։ Վիտամինները բաժանվում են 3 խմբի՝ ջրալույծ, ճարպալույծ և վիտամինանման նյութեր։ Ջրալույծ վիտամիններ B խմբի բոլոր վիտամինները, վիտամին C-ն, վիտամին PP-ն, ճարպալույծ վիտամիններ վիտամին A-ն, վիտամին D-ն, վիտամին E, վիտամին K-ն։ Վիտամինների քանակի փոխանակումը խանգարումը օրգանիզմում կապված է 3 հիմնական պաթոլոգիական վիճակների հետ։ Վիտամինի պակաս՝ հիպովիտամինոզ, վիտամինի ավելցուկ՝ հիպերվիտամինոզ, բացակայություն՝ ավիտամինոզ,